Սոցիալական 2015-ը առավելապես տպավորվեց զբաղվածության ժամանակավոր ծրագրերով, որոնց նկատմամբ մեր քաղաքացիների արձագանքը մեծ մասամբ դրական է, հատկապես երբ խոսքը վերաբերում է սահմանամերձ բնակավայրերին։ Սարի գյուղն է, սահմանից սպառնացող վտանգի տակ գյուղի ներսում առկա մանր ու մեծ խնդիրներով։ Օրը բացվում է ջուր կրելով, մթնում սահմանից արձակվող դավադիր անկանոն կրակոցների ուղեկցությամբ։ Սրանք որ տեսնում եք, նախկինում մեր դահլիճն է եղել երաժշտության, ֆիզկուլտուրայի, մյուս մասը խոհանոցային բաժինն է եղել, լվացկատունը, ավերվել է այդ կրակոցներից ամբողջովին։ Տիկին Սիլվան Սարեգյուղի մանկապարտեզում աշխատում է արդեն 40 տարի, վերջին 5 տարին նաև ղեկավարում այն։ Ներկայանում է մի տեսակ ընկճվելով, ղեկավարել նախարարն է, մի ընտանիքի պես հավաքվել են մի քանի դաստիարակներով, մի մարդու պես հոգ են տանում գյուղի 30 փոքրիկների համար, որոնց անկախ տարիքից միավորել են մեկ խմբում, ընդարձակ, բայց անապահով մանկապարտեզի համեմատած ապահով երկու սենյակում։ Սա էլ մանկապարտեզի խաղահրապարակն է, ավելի ճիշտ կրակոցների ժամանակ փոքրիկները պասպարվելու տեղ չունեին։ Մանկապարտեզը նկուղ չունի, դրա համար էլ ստիպված էին խաղահրապարակը ապաստարան դարձնել, մանկապարտեզի միջանցքն էլ խաղահրապարակ։ Ռմբապաստարանը մեր գյուղերի սահմանամերձ գյուղերի համար հարատապ խնդիր է լուծում, եւ այսօր Փառք Աստծո, որ ծրագրով կարողացանք։ 18 մետրանոց գետնափոր այս ապաստարանը կառուցեցին 11 օրում 11 սարիգյուղցիներով Տավուշի մարզում սոցիալնախարարության վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով։ Թեկուզ մի քանի շաբաթով, բայց սահմանամերձ համայնքների մեծ թվով գործազուրկներ հիմնականում նպաստառու տղամարդիկ աշխատանք ստացան։ Օրական 5000 դրամ մաքուր աշխատավարձով։ Իսկ որ ավելի կարևոր է, մարզի 44 սահմանամերձ համայնքում տեսանելի աշխատանք կատարվեց։ Տեղի ուժերով լուծեցին տեղական պաշտպանական նշանակության բազմաթիվ առաջնահերթ խնդիրներ։ Եթե այսպիսի աշխատանքներ շատ լինի, մենք շահագրգռված կաշխատենք, մեր հող ու ջրում կմնանք, էլ չենք աշխատի հասնենք Ռուսաստաններ կամ եսի մի տեղ, որպեսզի աշխատանք փնտրենք։ Սա էլ արդեն Սարեգյուղի կրտսեր դպրոցականների համար կառուցված ապաստարանն է։ Երեխաները թեև քաջ գիտեն գետնափոր թունելի իրական նշանակությունը, բայց այստեղ մտնել դուրս գալը խաղի պես են ընկալում, բարեբախտաբար։ Աստված չանի, դրա կարիքը զգացվի, արդեն իրանք սովոր են մտնելու դուրս գալու։ 195 աշակերտ ունենք այսօր մեր դպրոցում, հպարտությամբ ներկայացնում է հաստատության տնօրենը։ Աստված մի արասցե, բայց վտանգի պահին այսօր իրենց դպրոցի բոլոր երեխաներին էլ ապահով վայր տեղափոխելու հնարավորություն կա շնորհիվ ընդամենը 20 օր տևած աշխատանքի։ Փոքրիկների համար սա, ավագ դասարանցիների եւ դպրոցի անձնակազմի համար էլ ապաստարանի է վերածվել մի քանի 100 մետր հեռավորության վրա գտնվող մշակույթի տան նկուղը, որը 1992 թվականից բարձի թողի վիճակում էր գյուղապետի պատմելով մինչև ծնկները հասնող աղբակույտի մեջ կորած։ Մուտքի պատերն ենք կառուցել, երկշերտ պատեր, պատուհանները եւ հիմնականում մաքրել ենք աղբից։ Այսօր այս ընդարձակ նկուղը կարող է արդեն որպես ապաստան ծառայել մոտ 500 մարդու համար։ Դες հատվածը նորոգել ենք, վերի գերեզմանին նորոգել ենք, ստի սետկեն հանել ենք, իրանց տոմբեքը սաղ տեղադրել ենք բիտոնով, պանով, սաղարել ենք։ Սա արդեն Սարեգյուղի գերեզմանատունն է, կիսով չափշրջապատված նոր ցանկապատով։ Հին ցանկապատերը վաղուց բանի պետք չէին, արոտավայրեր իջնող բարձրացող գյուղի անասուններն էլ հաճախ էին մտնում ու ոտնատակ տալիս այս տարածքը։ Վարձատրվող հասարակական աշխատանքների ծրագրով գյուղապետարանն ու Սարեգյուղցիները որոշեցին անպայման այս գործն էլ գլուխ բերել թեկուզ մասամբ։ Մեծ հավատով ու սպասումով, որ կառավարությունը պիլոտային այս ծրագիրը կդարձնի շարունակական։ Անապահով գործազուրկ ընտանիքները գոնե այս կերպ մի քիչ գումար կաշխատեն, քայլ առ քայլ էլ առաջ կտան իրենց համայնքների հրատապ աշխատանքները։ Երկու ապաստարան կառուցելու, մշակույթի տան նկուղը վերանորոգելու եւ գերեզմանատունը կիսով ցանկապատելու հարցերը Սարեգյուղը կազմակերպել է ծրագրով իրեն բաժին հասած 1.300.000 դրամով, որից մոտ 400.000-ը ծախսվել է անհրաժեշտ շինանյութերի համար, մնացածն էլ բաշխվել է որպես աշխատավարձ։ Ընդհանուր առմամբ այս ծրագրի համար կառավարությունը պահոստային ֆոնդից հատկացրել է 60 միլիոն դրամ, տևողության համար սահմանվել էր 2 ամիս։ Ծրագրից օգտվել է 397 գործազուրկ, ամենամեծ թվով մասնակիցները Իջևանի տարածաշրջանից 179 մարդ, Նոյեմբերյանի տարածաշրջանից 120-ը, իսկ Բերդից 98-ը։ Համայնքների համար այս ծրագիրը մեծ նշանակություն ունեցավ գոհ էին թե համայնքապետերը, թե աշխատողները, որոնք ընդգրկված էին աշխատանքներում, ուղղակի մարդիկ ուզում են անընդհատ
էլի աշխատեն, էլի լինի նման ծրագրեր, կարողանան իրենց մի հարց լուծեն։ Մեր գյուղը Շաբլության ամենագեղեցիկ գյուղն է, ամենաժամանակին ամենահարուստ գյուղն է եղել։ Բաբկեն Պապը Իջևանի տարածաշրջանի Դիտավան գյուղի ամենատարեց բնակիչն է, կամքով ամուր, մտքով առույգ։ Այ հենց այստեղ իրենց դրանշեմին նստելու հետևել է, թե ինչպես են իրենց գյուղի ամենաքարուքանդ տարածքը ճանապարհ դարձնում։ Դիտավան գյուղն էլ վարձատրվող հասարակական աշխատանքներ ծրագրով 1.300.000 դրամ էր ստացել։ Ծրագրում ընդգրկվեց 17 անաշխատանք դիտավանցի, բայց նեցուկ կանգնեցին նաև չընդգրկվածները, գյուղովի մեջք-մեջքի տվեցին, ու այսօր արդեն Բաբկեն Պապան նայում ու հիանում է ջահելների աշխատանքով։ Շատ նեղ ժամանակում ընդհանրապես 15-16 օրում ենք վերջացրինք, ամբողջ գյուղը օգնում էր մի մարդու պես, քոյակապ ճանապարհ է, որը մեր մեծերի ասելով մի 200 տարի կյանք ունի։ Նախատեսված էր 370 քառակուսի մետրանոց ճանապարհ կառուցել, գումարն այդքանին էր բավականացնում, բայց քանի որ գործը սկսել էին, որոշեցին մինչև վերջ առաջ տանել։ Միավորեցին գյուղապետարանի գյուղացիների ուժերը, մոտակա հանքավայրից քարեր բերեցին ու նախատեսվածից 60 քառակուսի մետր ավելին կառուցեցին։ Հիմա հանգիստ են, նոր տարվա շեմին գյուղի համար կարևոր գործ են առաջ տվել։ 17 ընտանիք էլ աշխատավարձ է մտել։ Ամանորյա տոները մոտենում են, իհարկե գյուղացիների մեծ մասը կոպիտ ասած մի քիչ էլ բանկի հետ խնդիրներ ուներ, մի մաս իր կարիքները հոսեց, մի մասն էլ քանի չի թանկացել գնաց Արտուրա բերեց տուն։ Տավուշի թավ անտառների փեշին ծվարած այս բարձրադիր գյուղը 115 տնտեսություն ունի, որից այսօր ծխում է միայն 85-ը։ Սահմանին ապրող մարդիկ, սահման պահող մարդիկ, ովքեր գնահատում են իրենց գյուղի, իրենց նկատմամբ ցուցաբերվող ամենափոքր գործն էլ, ովքեր աշխարհով մեկ են լինում գյուղում լույս աշխարհ եկող ամեն մի փոքրիկի համար եւ խորը թաղծում ամեն մի հեռացողի ետևից։ Մեր գյուղում այս տարի 6 երեխա է ծնվել, ուրախ պատում է 90-ամյա Բաբկեն Պապը։ Մի քանի տարի առաջին դասարան չունենք, այս տարի կունենանք, շարունակում է նույն հպարտությամբ։ Հարցնում եմ այնպես մի տեսակ գողունի, որ Պապը չնեղանա։ Մութն ընկնելուն պես, երբ կրակոցները սկսվում են, հանգցնում եք ձեր տան լույսերը։ Էդ էր պակաս, թուրքն ով է, որ թուրքից վախենանք։ Ինձ վախ չկա, ոչ քշեր կա, ոչ ցիրե կա, ինձ վախ չկա։ Այ այսպես քաջ են մեր սահմանապահները, ահել թե ջահել, որ այստեղ ապրում են, արդեն քաջ են։ Ցանկությունն էլ կյանքից աշխարհից մեկն է, նոր տարվա շեմին իմաստուն Պապի շուրթերից հնչող հրաշք ցանկություն։ Աշխարհի երկրի խաղաղություն։ Մի խաղաղություն որ լինի, աշխարհից այս զգոհ եմ։